Դե լա մի հատ փորձեիք էլի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, իրան մոդիկանաք, արա մի հատ թարս նայեիք, կուտեին ախրանան ձեզ, արա։ Այսօրվա դրությամբ մտնում եք ուզում եք պարոն Փաշինյանին ապտակեք են էլ Սուրբ Վայրում, տեխնիկը սկսեք թասիբից ու հարգանքից խոսալն ու հավատքից խոսակ, լա տեխննգած տեղնել մարդկանց անհավատ կհանեք, բա որ հավատք ունես, խի ես մտել եկեղեցի Սուրբ Վայր ու մարդ ես ուզում ապտակես։ Քանի հատ Աստծու պատվիրան գիտեք դուք, հարցիս պատասխանեք, մեծ չխոսակ, չփորձեք մեր ժողովրդավարությունը դիտարկեք որպես թուլություն, մենք թույլ չենք, մենք պարզապես լավ ենք տեսնում ու հասկանում ենք, որ այս ազգը 30 տարի ստրուկի պես ապրել է ու այսօր փորձում է հզորանալ ու դուք այդ հզորությունը փորձում եք խալխլել, այ պրովոկատորներ, այս 2 ամսվա ընթացքում շատ ասենց պրովոկացիաներ լինելու, բայց դուք այս սրա գլխավորությամբ, այս դևի, այս 4 գլխանի դևի, որ են 3 գլուխը կտրել պետք չի, սրազու սրա վիզնա պետք կտրել, որ վերանան գնան են 3-ը։ Հունիսի 7-ին դուք անհիշատակ ռադներդ քաշելու եք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից, այ քաղաքական դիակներ, էդ է մնացել, եկեղեցին է մնացել թիրախավորել, մեզ եք ուրիշ բաներ ասում, մեզ եք կանուններ կպցնում, տո ձեզանից մեծ պրովոկատոր, ձեզանից մեծ ես շատ գիտեմ էլի, այ միութենական պետության ֆաներ, հելիք ռադներդ քաշեք Ռուսաստան, եթե այդքան ռասի մեռած եք, գնացեք ռասիմա ապրեք, ռասիմա սատկեք, մեզանից էլ հեռու մնացեք։ Մենք ծնվել ենք Հայաստանի Հանրապետությունում ու մեռնելու ենք Հայաստանի Հանրապետությունում ու այս պետության համար ամեն ինչի պատրաստ ենք, որտեղ այս պետությունն է մեզ պահում, այս հողն է մեզ պահում, այս ջուրն է մեզ պահում, այս օդն է մեզ պահում, իսկ ձեզ ջեբի փողերն է պահում, ուզում եք շատացնեք, ռադներդ քաշեք, չեք կարողանալու ոչ մի բան անեք, իմացաք դուք, որովհետև քանի դեռ կան արժանապատիվ հայեր, որոնք լավ գիտեն դուք ով եք, կան մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին չեն սիրում, բայց զզվում են նաև ձեզանից, այդ դուք իմացեք, այո կարող է Փաշինյանին չընդունեն, բայց իմացեք, որ ատում են ու զզվում են ձեզանից, չփորձեք խաղալ լավ քաղաքական գործիչներ, դուք քաղաքական դիակներ եք, պետական հեղաշրջումով, այրունով եկած իշխանությունը երկար չի կարա մնա, այնպես որ հունիսի 7-ին անհիշատակ հեռանալու եք, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե քաղաքացիական պայմանագիրը, կեցենք մենք և Նիկոլ Վարչապետ։